Դատարանի որոշումը պատմական էր թե սովորական։ Եթե այդ երկուսից պետք է ընտրեմ, կարծում եմ, որ սովորական։ Չնսեմ ասնելով ոչ մի կերպ Սահմանադրական դատարանի գործունեությունը։ 64 մանդատ ԿՊ-ին սա ուժ է թե պատասխանատվություն։ Եվ ուժ է եւ պատասխանատվություն։ Ընդդիմություն վերակազմավորվում է թե թուլանում։ Ընդդիմություն իմ կարծիքով վատավոր չի ձևավորվում։ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող քաղաքականություն է թե արդարադատություն։ Արդարադատություն։ Ծառուկյանի քաղաքական կարիերան ավարտված է թե ոչ։ Չեմ կարող ասել։ Ուժեղ Հայաստանից 106 ինքնապատասխանները ձեզ վախեցնում են թե զայրմացնում։ Ոչ են։ Իշխանությունը կոմպրոմիսի գնալու է ընդդիմության հետ թե գործելու է ուժի դիրքերից։ Սան չեմ կարող կարճ պատասխանեմ, եթե մի քիչ ընդհարցակ հնարավոր է, ուրեմն պատասխանեմ, եթե չանցնենք։ Մեկ նախադասությամբ կոնե։ Ես կարծում եմ, որ իշխանությունը ի տարբերություն ընդդիմության երբեք դեմ չի որևիցե նախաձեռնության, մենակ այն փաստով, որ դրա հեղինակը իշխանությունն է կամ ընդդիմությունն է, եթե ինչ որ փուլում այս ընդդիմությունը կփորձի ի վերջո առողջանալ ժողովրդի հետ ազնիվ լինել եւ նորմալ քաղաքական process-ներ գեներացնել, ես 7-րդ գումարման падգամավոր եմ եղել, այն ժամանակ թե ԲՀԿ-ի, թե Լուսավոր Հայաստանի բազմաթիվ նախաձեռնությունների կողմ ենք քվեարկել, որտեղ որ առողջ հատիկ ենք տեսել։ Այս խորհրդարանը 5 տարի կաշխատի։ Այո։ Եթե մեկ բառով նկարագրեք այսօրվա Հայաստանը, որ բառը կընտրեք։